Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքի նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Ստեփան Գրիգորյանի YouTube-յան ալիքի եղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ, Նարեկ։ Պարոն Գրիգորյան, Ադրբեջանի տարածքով Հայաստան հասավ ռուսական ցորենը, ճիշտ է, նաև Վրաստան տարածք օգտագործվեց։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, սա կարելի է ինչ-որ մեծ առաջընթաց համարել, թե զուտ ուղղակի ինչ-որ բան է, հերթական իրադարձություն։ Գիտես, նայի հարգելի Նարեկ, ինչ կատարվեց։ Ադրբեջանը արեց բավական լուրջ քայլ, բացեց իր տարածքը, իր կոմունիկացիաները այն բեռների, որոնք գալիս են Հայաստան։ Օրինակ, կոնկրետ Ղազախստանի համար, Ղազախստանի ցորենի համար Ադրբեջանը բացեց ճանապարհները։ Ու Ղազախստանի ցորենը մտավ երկաթգծով դեպի երկաթգիծ Ադրբեջանի ու Վրաստանով պետք է մտնի Հայաստան։ Չգիտեմ, եկավ այդ ցորենը թե ոչ, բայց այդ որոշումը կա ու գալիս է այդ ցորենը Ղազախստանի։ Ես ողջունեցի ինչու։ Ոչ միայն այն, որ Ադրբեջանը իր քայլը արեց, բացեց իր կոմունիկացիաները Հայաստանի ապրանքների համար կամ Հայաստան եկած ապրանքների համար, բայց գլխավորը ինչի ես դա ողջունեցի, դա այլընտրանք է։ Դու գիտես, այսօր գրեթե 100% ցորենի մենք ստանում ենք Ռուսաստանից։ Թող կախվածությունը շատ մեծ է, դա վտանգ է մեզ համար, մեր պարենային անվտանգության համար։ Ու շատ լավ է, որ մեր կառավարությունը կարողացավ հասնել նրան, որ Ղազախստան, Ադրբեջան, Հայաստան հիմա կա համագործակցություն այս ցորենի հարցով։ Բայց չգիտես ինչու ակտիվ միջամտեց Ռուսաստանը, պարզ է ադրբեջանցիներին իրանք կամ համոզեցին, կամ ստիպեցին, կամ համատեղ դա ակցիա է, այդպես արեցին, որ հիմա ռուսական ցորենը գալիս է Հայաստան ու մտավ Հայաստան Ադրբեջանի երկաթգծով, Վրաստանի երկաթգծով։ Ուստեղ հարց է, բայց ինչի վերին լարցով, որ դուք միշտ ուղարկում էինք վերին լարցով, ինչի չեք շարունակում վերին լարցով ուղարկել առանձնահատուկ մտնել Ադրբեջան, պատտվել Ադրբեջանում, ինչ անհրաժեշտություն կա։ Ուրեմն նորից կրկնում եմ, ողջունում եմ այն, որ Ղազախստանի ցորենը մտնում է Ադրբեջան, Ադրբեջան, Վրաստան, Վրաստանով մտնում է Հայաստան, բայց չեմ ողջունում, որ այդ ցորենը գալիս է Ռուսաստանյան ցորենը գալիս է Ադրբեջանում, քանի որ դա արվում է Ռուսաստանի կողմից միտումնավոր թափանելու, որ մենք չստանանք Ղազախստանի ցորենը, թափանելու այդ այլընտրանքային ճանապարհը։ Բայց մինչ այդ Ռուսաստանի միջամտության անդրադառնալը, Ադրբեջանի կողմից այս քայլը ինչպես է գնահատվում, հաշվի առնելով, որ Ադրբեջանը գրեթե տեսանելի բան չի անում հայ-ադրբեջանական սահմանը բացելուն ուղղված, փոխարենը տարանցման հետ կապված այս նախաձեռնությունը եղավ։ Եթե իսկապես Ադրբեջանը խաղաղության կողմնակից է, ինչու հակառակը չի անում, այսինքն հայ-ադրբեջանական սահմանը բացի։ Նայ, դու շատ լավ հարցադրում ես անում։ Մի կողմից կարծես թե ինչ վատ բան կա, երկաթգծով գալիս է ռուսական ցորենը, դու գիտես երկաթգծով եկած ապրանքները ավելի էժան է գինը տեղափոխման, ի տարբերություն, ասենք, ավտոմոբիլային վերին լարսով եկած նույն ցորենի գինը։ Տարբերություն կա, քանի որ ավելի թանկ է ավտոմոբիլային տեղափոխումները։ Կարծես թե նույնիսկ դրական է, բայց ես պնդում եմ, Ռուսաստանը դա անում է Ադրբեջանի տարածքով միայն մեկ պատճառով, խափանելու մեր համագործակցությունը Ղազախստանի հետ ցորենի հարցում, քանի որ նու պատկերացնում ես պլանավորում է 43 վագոն, 40, չէ, կներես, 130, ներողություն եմ խնդրում, 130 վագոն այդ ցորենի Ռուսաստանից բերել։ Դե Հայաստանին այդքան շատ կարող է պետքել չի, ուրեմն անհրաժեշտությունը Ղազախստանից բերել ցորենի կնվազի։ Ավտոմատ դա նշանակում այլընտրանք չկա։ Ուրեմն ես կհամարեի էլ ավելի լավ, եթե իրոք Ադրբեջանը համաձայնվեր, ուղղակիորեն
որ այդ ծորենը մտնի Ադրբեջանի տարածքից Հայաստան, ուղղակի այնտեղ տեխնիկական կարող է հարցեր կան, երկաթգիծը դեռ չի աշխատում Ադրբեջանից Հայաստան, որ տեղերով պետք է մտնի, ուրեմն այդ վագոնները, որ գալիս են Ադրբեջանից, եթե մտնեն ուղղակիորեն Հայաստան, պետք է ավտոմոբիլային ճանապարհով լինի, ուրեմն ստեղ տեխնիկական խնդիրներ կան, չեմ ուզում նույնիսկ քննարկել, համաձայն եմ քեզ հետ։ Ավելի լավ է թող Ադրբեջանը հիմա համաձայնվի այն առաջարկությունների հետ Հայաստանի, որ արի միջև երկաթգիծը վերականգնենք Մեղրի, ավտոմոբիլային ճանապարհներ օգտագործենք, հիշում ես այդ առաջարկությունները, այլ ոչ թե սպասենք ինչ որ բանի, ու ես այդտեղ տեսնում եմ նորից կրկնում եմ այն, որ Ռուսաստանը ուզում է իր մոնոպոլ դիրքերը ծորենի հարցում պահպանել։ Պարոն Գրիգորյան, տեսեք, այս ֆոնին, երբ որ ծորենը գալիս է, Ղազախականը հայտնի դարձավ, հետո ռուսականը մեջտեղ եկավ, Նիկոլ Փաշինյանը նաև նշում է, որ այլ ապրանքներ կարող է գնան, այս փուլում հայտնի չի արդյոք Ադրբեջանը կօգտագործի Հայաստանի տարածքը տարանցման համար, Նիկոլ Փաշինյանի կողմից 4 անգամ կարծեմ այդ առաջարկը եղել է, դեպի օրինակ Թուրքիա, ինչու է այս հապաղումը, ինչով է պայմանավորված։ Գիտես, ես պետք է ասեմ, որ իրոք քաղաքականությունը դեպի խաղաղություն գնալը, քաղաքականությունը դեպի համագործակցություն գնալը միանշանակ ողջունելի է։ Այս կառավարության կողմից, որը վարվում է Հայաստանում։ Բայց մենք տեսնում ենք նաև զուգահեռ process-ներ են գնում։ Թուրքիան դեռ չի բացել սահմանը։ Ակնարկ է անում, որ մյուս տարվանից հունվարից կբացի, բայց դեռ չի բացել։ Ադրբեջանը անում է ինչ որ քայլեր, բայց զուգահեռ ես տեսնում եմ մեծ աշխատանք է տարվում Ադրբեջանի կողմից աղավաղելու պատմությունը։ Մեծ աշխատանք է տարվում այդ սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությանը Հայաստանի, ու դա մեծ քարոզչություն է, որը տանում է Ադրբեջանը նույն Եվրոպայում օրինակ, կամ ինչ որ ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, չես էլ հասկանում, որ ադրբեջանցիների մասին է խոսքը։ Ես պետք է քեզ ասեմ նորություն, այդ նոր բան է, շատ մտահոգիչ, Թիֆլիսում Ադրբեջանի դեսպանատուն պլանավորում է անցկացնել վաղը, թե վաղը չեմ ուսոր, միջոցառում կապված 2020 թվականի պատերազմի ու հաղթանակի Ադրբեջանի այդ պատերազմում, որտեղ են ուզում անցկացնել, եթե ասեմ չես հավատա, ամենագլխավոր դահլիճում Վրաստանի Շոթա Ռուստավելի այդ թատրոնի գլխավոր իրանց Վրաստանի դահլիճում։ Միտքս ինչու՞մ է։ Մենք տեսնում ենք մի կողմից, կարծես թե ինչ որ process գնում է, մյուս կողմից մենք տեսնում ենք մեր դեմ պայքար գաղափարախոսական, օգտագործելով ֆեյքեր, սուտ պատմության էջեր մեր դեմ։ Ու պետք է հասկանաս ինչի է դա։ Իմ կարծիքով գլխավոր հարցը նրանում է, որ դեռ Ադրբեջանը պատրաստ չի ընդունել, որ Հայաստանն էլ կստանա առավելություն այս ճանապարհների բացման հետ կապված։ Ադրբեջանը չի թաքցնում, որ սպասում է, որ մենք տանք ճանապարհ Նախիջևանից Ադրբեջան եւ վերջ։ Դու չես կարող ասել, որ իրանք ասում են, չէ, դե հայերն էլ թող վերցնեն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ իրանք դեռ պատրաստ չեն նրան, որ մենք էլ զարգանանք։ Իրանք իրանցը ուզում են։ Իրանք իրանցը ուզում են։ Մենք ասում ենք, այո, ճանապարհներ կտանք, բայց մեզ էլ տվեք։ Ու մեր իշխանությունը համարում է, որ ավտոմատ դա կլուծվի, բայց ես տեսնում եմ այն քարոզչությունը, որ Ադրբեջանը տանում է աշխարհով մեկ, գաղափարական դաշտում, ու այն քայլերը, որ ստեղ տարածաշրջանում անում է, ցույց են տալիս, որ դեռ իրանք պատրաստ չեն, որ մենք էլ զարգանանք։ Ադրբեջանն էլ ուզում է խաղաղություն։ Շատերը մտածում են չի ուզում է։ Ադրբեջանն էլ ուզում է, որ կոմունիկացիաները բացվեն, բայց ինքը ուզում է, որ այդպես բացվեն, որ իրանց ձեռնտու լինի։ Այո, այդ լուրջ քայլեր, որ Ադրբեջանը իր տարածքը տրամադրում է այլ երկրներին, որ ապրանքները գան Հայաստան, դա իրոք լուրջ քայլեր Ադրբեջանի կողմից։ Բայց մյուս կողմից ես տեսնում եմ քարոզչություն։
Չգիտեմ, դու գիտես թե ոչ, նույն Բրյուսելում պետք է մեծ իրանք միջոցառում անցկացրեցին կապված ինչ որ ադրբեջանցիներին ում 100-200 տարի առաջ Հայաստանից հանեցին, պետք է վերադառնան, նու մարդը չի ապրում 100 տարուց ավել, էլի, բայց իրանք ասում են 2 տարի առաջվա մարդիկ ապրող, պետք է գան իրանք թորները, ծորները, հասկանում ես, այդ լուրջ բաներ են, էլի, այդպես պետք չի, էլի, մի աչքով նայել։ Ուրեմն իմ կարծիքով Ադրբեջանը գնում է դեպի խաղաղություն, բայց պատրաստ չի, որ խաղաղությունից մենք մասնաբաժին ստանանք։ Եվ տեսեք, ինչ խոսվում է խաղաղության մասին, այս տարանցման պահը որպես ձեռքբերում է ներկայացվում առաջընթաց եւ այլն, մենք զուգահեռ տեսնում ենք, որ Բաքվում ոչ միայն չեն հրաժարվում այսպես կոչված ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի շուրջ քննարկումներից, այլ նաև պատրաստվում են դրանք շատացնել, որովհետև պետության կողմից ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ Բաքվում տեղի ունեցել մեծ քննարկում, որտեղի գիտություն են ընդունել Ալիևի գիտությունների ակադեմիայում արված հայտարարությունը եւ հիմա փորձում են իրենց նախագահի ասածը զարգացնել, այսպես ասած ճակերտավոր պատմական փաստեր գտնել հիմնավորելու համար Ալիևի խոսքերը։ Սա արդյոք չի նշանակում, որ հեչ էլ խաղաղ չէ տարածաշրջանում իրավիճակը։ Նայի իմ կարծիքով հիմա գնում է պայքար երկու ուղղությունների միջև։ Այ հիմա գնում է պայքար։ Ալիևը դեռ վերջնական որոշում չի կատարել։ Մի ուղղությունը նա է, որ իրոք խաղաղություն, իրոք Ալիևը շատ փաստաթղթեր ստորագրեց Հայաստանի հետ, չեմ կրկնի խաղաղության պայմանագրի նախաստորագրում էր, հիշում ես կանոնադրությունը ստորագրվեց, ոնց պետք է շարունակվի դելիմիտացիան դեմարկացիան, լրջագույն բաներ ինքը ստորագրեց, չես կարող ասել, որ ոչ։ Վաշինգտոնյան այդ գիծը, որտեղ որ երկկողմ բանակցություններ են Հայաստան, Ադրբեջան եւ աջակցում է Միացյալ Նահանգները եւ Եվրոպան, այդ գիծը պարզերևում է, ուստեղ կարծես թե հակված է Ալիևը աշխատել, բայց կա երկրորդ գիծ, որը նորից արթնացավ, հիշում ես Ալիևը օկտեմբերի 6-ին թրավ գնաց Դուշանբե, հանդիպեց Պուտինի հետ։ Ու Պուտինը իրան ակնհայտ է ինձ համար ինչ ասեց։ Ասեց՝ «Խի ես գնում ես ճանապարհով։ Մենք ենք տերը Հարավային Կովկասի կամ Անդերկովկասի, դա Ռուսաստանը օգտագործում է Անդերկովկաս տերմինը, ինչու մասին է խոսքը։ Արի քեզ այդ Իլխամ վերահսկենք Սյունիքի ճանապարհը, խի ես տալիս Ամերիկա հայկական ինչ որ ընկերությունների, ինչի ես համաձայնվում։ Արի միասին դա անենք։ Հենց օկտեմբերի 6-ից նորից Ադրբեջանը վերադարձավ նույն տերմինոլոգիայի։ Օկտեմբերի 6-ը շատ լուրջ պահ էր։ Հիշում ես Դուշանբեում, ապա երկրների գագաթնաժողովի շրջանակներում Ալիև Պուտին։ Դες այդ երկրորդ գիծը կա, օրինակ, ապացույցները հանդիպումներ Արմեն Գրիգորյան, Սերգեյ Շոյգու։ Արմեն Գրիգորյանի հանդիպման ժամանակ Սերգեյ Շոյգու ասեց, կա երկու ծրագրեր կան Հարավային Կովկասում։ Մեկը Զանգեզուրի միջանցք, երկրորդը Հյուսիսարավ։ Հյուսիսարավ գիտես, Իրան, Ադրբեջան, Ռուսաստան։ Ինչ է ինքը ասում։ Ասում է այն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, քանի որ Զանգեզուրի միջանցք օգտագործում է Ադրբեջանը եւ Թուրքիան, ասելով, որ այդ ամբողջ ճանապարհը իրանցն է, նաեւ այդ թվում Մեղրի այդ հատվածը։ Ու Շոյգուն ասեց Զանգեզուրի միջանցքը, ու ինքը դա ասեց եւ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարի երբ որ հանդիպեց եւ մեր անվտանգության խորհրդի Արմեն Գրիգորյանի հետ։ Բաց ասեց։ Ինչ եմ ուզում ասել։ Այ երբ որ մեր պաշտոնյաները ասում են, որ հռետորաբանությունը Ալիևի իր թիմի մեղմացավ Վաշինգտոնից հետո ճիշտ են ասում, բայց հոկտեմբերի 6-ից հետո նորից կամաց վերադառնում է իր տերմինոլոգիային Ադրբեջանը։ Եթե դու նկատել ես, նորից ադրբեջանցիք ասում են, մինչ այդ վախում էին ասել մենակ Զանգեզուրի միջանցք, ասում էին Դոնալդ Տրամպի տրիպ ճանապարհը, ուղին Թրամփի եւ Զանգեզուրի միջանցք, հիմա նորից անցան Զանգեզուրի միջանցք տերմինի։ Դու շատ լավ նկատեցիր, որ մեծ միջոցառում են անցկացնում, նաեւ կապված արևմտյան Ադրբեջանի, այո, Վաշինգտոնից անմիջապես հետո 1 ամիս, 1.5 ամիս դադարեցվեցին այս դեպի բաներ, բայց հիմա նորից վերականգնվում է։
Ինչի հետ է կապված այն հանդիպանը, որը կայացավ Պուտինի Ալիևի միջև։ Ու հիմա Ալիևը իմ կարծիքով որոշում չեն ընդունել, ինքը այս երկու գծերի միջև է։ Մի գիծ, որը տանում է Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Հայաստան, Ադրբեջան համագործակցության միջով լուծել եւ այլ, խաղաղ առանց սերման հարաբերությունների։ Մյուս գիծը Ռուսաստանի գիծն է։ Պուտինը ասում է չի հասկացա, ես գնում Հայաստանի համար զիջումների։ Մենք չենք փոխել կարծիքը։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։ Հայաստանը պարտավոր է ռուս սահմանապահներին շարել մեղրի ճանապարհով։ Մենք նշանակումը կվերահսկենք, մենք կապահովենք Նախիջևանից կայուն կապ։ Դու ինչա ուզում ես հայերից կախված լինես։ Պարզա հիմա Պարոն Գրիգորյան, կներեք, ես այլ բան եմ ասում։ Այդ միջոցառումը արդյոք չի նշում, որ Ադրբեջանը, Ալիևը հետ են կանգնում քիչ-քիչ օգոստոսի 8-ից հետ քայլ են անում, որովհետև այնտեղ մենք գիտենք, որ չկա դա Հայաստանը չի, որ այնտեղ ազատորեն կարողանան իրենց կարծիքը քաղաքասարակությունը հավաքվի, ասի քննադատի կամ ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գա։ Դեռ ամեն ինչ վերահսկվում է Ալիևների կողմից։ Հիմա եթե ՀԿ-ները հավաքվեն նման բան են արել, դա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահականի դիրքորոշումն են իրենք ներկայացնում այդ մակարդակով։ Սա արդյոք հետ քայլ չի։ Ես քեզ հետ համաձայն եմ, որ կան հետ քայլի տարեր, բայց դեռ հետ քայլ չի, շատ բան է կախված, քեզ հիմա կզարմացնի ինչ ես քեզ կասեմ։ Շատ բան է կախված մեր կառավարությունից։ Երբ որ Միացյալ Նահանգները եկան ու ասեցին Սյունիքը ոչ ոք չի կարող օտարել հայ ժողովրդից, Տրամպը եկավ ու դա ասեց։ Դու գիտես հիմա բանակցություններ գնում են այդ ընկերությունը ստեղծելու հայ-ամերիկյան եւ այլ։ Դա աղազանք էր նույն Ալիևի համար, որ ռիսկային է, եթե դու ուժային քայլերի գնաս։ Դա է պատճառը, որ Ալիևը ասում է, այո, խաղաղությունը ոչ մի ուրիշ բան չի լինի։ Բայց Ալիևը օգտագործում է քաղաքական դիվանագիտական քայլեր, շոշափում է, ինչքանով մենք թույլ ենք, ինչքանով մենք adekvat ենք։ Ու ես ուզում եմ ասել, մեզանից է կախված։ Զարմանալի բան եմ ասում, համոզված եմ դու էլ հիմա զարմացած ես։ Բացատրեմ ինչու։ Եթե մեր թիկունքում, մեր կողքին կանգնած է արևմուտքը։ Եթե շատ ու շատ երկրներ հիմա ասում են Ալիևին, նույնիսկ այն երկրները, որ նախկինում ասում են տարածքային ամբողջականությունը Ադրբեջանը պետք է հարգավի, հիմա ասում են չէ Ալիև, ել չենք օգնի։ Հիմա դու տարածքային ամբողջականությունը վերականգնեցին, խաղաղություն հաստատի։ Այս ֆոնում շատ բան է կախված մեզանից։ Օրինակ, Ալիևը ասեց, որ կա Գյոքչա, չէ՞։ Այլ ոչ թե Սևան։ Բարեբախտաբար այսօր Նիկոլ Փաշինյանը դեպարզը պատմաբանները, խորհրդականները բերեցին փաստը։ Բերեցին, որ հայկականերես ռուսական, ցարական քարտեզներում ընդհանրապես Ադրբեջան չկա։ Չկա Ադրբեջան, կա Հայաստան։ Ուրեմն Ալիևի պատմաբանները ու պաշտոնյաները Ադրբեջանի այդ պատմաբանների ֆալսիֆիկացիաների վրա հենվելով ծանր վիճակի մեջ են ընկնում։ Հիմա Ալիևը ասեց ոնց է Սևանը չի Գյոքչա է, ուրեմն Ադրբեջանի տարածքն է, բացում ենք նույն քարտեզները, որի մասին խոսում էր Ալիևը, այդ քարտեզներում չկա ընդհանրապես Ադրբեջան։ Ահա, ուրեմն դու պետք է դրա մասին խոսես։ Օրինակ, մերոնք շատ լավ ճիշտ ասեցին մերոնք պաշտոնյաները, որ ինչի եք ընկնում պատմության գիրկը։ Դա ճանապարհը նիկուդա, ես համաձայն եմ, դա ճանապարհ է, որը ոչ մի լավ բանի չի բերի, բայց դա քիչ է։ Դու պետք է բերես Հռոմի քարտեզները։ Դու գիտես դա ինչ է։ Դա ապշեցուցիչ բաներ են։ Պատկերացնում եք 2000 տարի առաջվա գերտերությունը աշխարհի հին Հռոմը նկարեց քարտեզ, որտեղ ցույց տվեց ինչ կա աշխարհում։ Ու այս ռեգիոնում կա մենակ մեկ երկիր Հայաստան անվանումով, հենց Արմենիա, հասկացա՞ր։ Ինչ եմ ուզում ասել, այո, դեմը տուր Ադրբեջանին։ Մերոնք դա վախում են անեն, համարելով, որ դա կհամարվի որպես պատմական այդ բաների մեջ ընկնելը։ Ոչ, Ադրբեջանին հենց դա էլ պետք է ասվի։ Նույնը գիտես ինչ պետք է առաջ հիմա տարվի ու լրջագույնս։ Կես միլիոն հայ ապրել է Ադրբեջանում։
Ադրբեջան, մենք պետք է ասենք, դու բարձրացնում ես ադրբեջանցիների իրավունքները, ովքեր նախկինում ապրել են Հայաստանում, պատրաստ ենք ուսումնասիրել այդ հարցը։ Պատրաստ ենք, մենք մարդու իրավունքները հարգում ենք, բայց կես միլիոնի հարցը դու պետք է լուծես։ Ու դու կտեսնես ոնց է փոխվելու։ Բայց մերոնք, չգիտես ինչու, մի քիչ վախում են, մի քիչ չեն ուզում սրել, ուզում են որ մի բան ստացվի ու թույլ են տալիս, որ այդ ստերը տարածվեն, ուժեղանան։ Ես քեզ ասեմ, մեկ-մեկ ես բաներ լսում եմ, որ չեմ էլ ուզում ասել, ամանչում եմ ասել, ինչ ֆալսիֆիկացիաներ են։ Ասեմ, որ բավական հիմա տարածված է նաև Եվրոպայում, որ հա հայ ժողովուրդը լավ ժողովուրդ է, բայց մենք գիտենք, որ բնիկ ժողովուրդ չի։ Ոչ միայն Ղարաբաղում, նաև Հայաստանում։ Բերած ժողովուրդ է, մենք գիտենք, բայց դու լավ ժողովուրդ ես։ Դուք հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Ազգ, որը առաջինը ընդունեց քրիստոնեությունը, ազգ, որը իրոք մեծ լումա ունի քաղաքակրթության մեջ, ու ինչ-որ մարդիկ տարածելով ստեր, նույնիսկ Եվրոպայում հիմա ստեղծեցին այն կարծիքը, որ լավ ժողովուրդ է հայ ժողովուրդը, տաղանդավոր նույնիսկ ժողովուրդ է, բայց մենք գիտենք, որ բնիկ ադրբեջանցի են, հայերը եկան ու ճնշում են, լավ էլի դադար տվեք, դա կատակ չի ինչ որ քեզ ասում եմ, դա ելույթներից է երևում, ու դրան դեմը պետք է ոնց առներ, գիտնականների միջոցով, բայց իշխանությունը պետք է դա առաջ տանի, աջակցի, քանի որ իշխանությունը տիրապետում է այդ ինֆորմացիային։ Պատմաբանը նստած մեր պետական համալսարանում շատերը չգիտեն ինչ է կատարվում ու մեղավոր չեն։ Ես ինչ եմ ուզում ասել, եթե մենք ուզում ենք խաղաղություն, եթե ուզում է կառավարությունը, ինչքան հասկանում եմ ուզում է, պատասխաններ բոլոր դաշտում պետք է տրվի։ Այդ իմ պատասխանը քո հարցին։ Մեզանից է կախված։ Ոչ թե հակադրվելով, կոնֆլիկտ բերելով, ոչ։ Ոնց ասեց այսօր դիպուկ Նիկոլ Փաշինյանը, չէր կարող ասել մի տարի առաջ, դիպուկ ասեց։ Մենք բացեցինք այդ քարտեզները, որի մասին խոսեց Ալիևը, ու տեսանք Ադրբեջան չկա, կա Հայաստան։ Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Ու երկրորդ շատ կարևոր։ Երբ որ Գյոկչա ասում է Ալիևը, ինքը ասում է դա ադրբեջանական տերմին է, Նիկոլ Փաշինյանը այսօր ասեց, բայց ով ասեց, որ ադրբեջանական բառ է։ Պարսկական բառ է, կարող է արաբական բառ է։ Արի ուսումնասիրենք։ Այդ բաները պետք է ասվեն բոլոր մակարդակներով, նաև պետական։ Ու ես քեզ ասեմ, հետ կկանգնի Ալիևը, կգնա այս ճանապարհով։ Միացյալ Նահանգների Տրամպի ճանապարհով կգնա, այլ ոչ թե Ռուսաստանի առաջարկվածը։ Բայց գիտես քննադատել Ալիևին դրա համար, որ Իրան Պուտինը ասում է, արի Սյունիքի հարավը ես քեզ տամ, որ ինքը սկսեց մտածել ինչ անի, քննադատել, դա սխալ է չարաչար։ Քանի որ պետական ցանկացած գործիչը, որը ստանում է այս ձևի առաջարկ, որ կարող է ուժեղանալ Հայաստանի հարավում, ոնց ինքը այդպես հեշտ ասի չէ Պուտին, ես խաղաղության ճանապարհով եմ գնում։ Բայց դու պետք է մթնոլորտ ստեղծես, որ տարբերակ չունենա Ալիևը։ Հիմա մասամբ ստացվեց կառավարության մոտ Հայաստանի։ Ալիևը ծանր վիճակում է, այդպես հեշտ, ասենք հրետորաբանությունը կոշտ անել դժվար է, դու գիտես Ալիևը չէ, ասում է հայերին համար է լավ կլինի, եթե վերադառնան ադրբեջանցիք, նախկինում միայն սպառնում էր, հիմա սպառնալիքներ մենք չենք լսում, բայց անպայման պատասխաններ պետք է տանք ու պահանջենք կես միլիոն հայերի, ովքեր քշվել են ուժով Ադրբեջանից, որ իրենց իրավունքները վերականգնվեն, պահանջենք, որ Սահմանադրությունը Ադրբեջանի անպայման փոխվի։ Կոպիտ ասած Ադրբեջանը հրաժարվի այն սահմանադրության, որ եղել է 1918 թվականին, քանի որ այնտեղ կան նկարտումներ մեր տարածքային ամբողջականություն։ Դու կտեսնես ինչքան իդեալական ամեն ինչ կլինի։ Ալիևը կգա, նորմալ կշարունակի աշխատել։ Մեզանից է Վլադիմիր Պուտինը ասել արի Սյունիքը տամ քեզ։ Միանշանակ է դա։ Սյունիքի մասին չի խոսքը, դու չհասկացար ճիշտ ինձ։ Հարավում Հայաստանի Սյունիքում գտնվող ճանապարհները։ Այո, Պուտինը ասեց, որ առաջարկեց Ալիևին, ես կասկած չունեմ։ Այդ իմ վերլուծական մոտեցումն է, ինքը օգոստոսի 8-ից հետո։ Չէ, հա, օգոստոսի 8-ից հետո, բայց Դուշանբեում ԱՊ երկրների 2 ամիս անց ուղիղ 2 ամիս անց Վաշինգտոնի հանդիպումից մոտավորապես 6-ին էր օկտեմբերի թե 7-ին ու այնտեղ ինքը ասեց իրան խի ես գնում այս ճանապարհով Թրամփի Հայաստանը ճանապարհը ամերիկացիների հետ կվերահսկի խի ես գնում դու ինքդ
ինձ հետ միասին արի վերահսկենք սա։ Ու ձևերը տարբեր են, ասեմ քեզ, օրինակ Ռուսաստանի երկաթգիծը հիմա ասում է Հայաստանը իրավունք չունի պայմանավորվածությունների համաձայն, պայմանագրերի համաձայն վերականգնել Մեղրի ճանապարհը առանց մեզ, իրանք բաց ասում են։ Այդ խնդիրները մոտ ժամանակներս առաջ դուրս կգան։ Ռուսաստանը ասում է ոնց։ Հիմա Ռուսաստանը ինչու ճնշում է Ադրբեջանին ու Ադրբեջանի տարածքով տանում է ծորենը Հայաստան։ Որ այդ երկաթգիծը իրանք ասում են, այդ երկաթգծով կբերենք Բաքվով, կգնանք հարավով Ադրբեջանի, կմտնենք Մեղրիով, կբերենք Հայաստան եւ այլ եւ այլ։ Ինչ եմ ուզում ասել, շատ լուրջ հիմա խաղ է գնում ու երկ ընտրանքի արժեվ է Ալիևը ու մեզանից է կախված ու ուր ինքը կգնա զարմանալի բան եմ քեզ ասում, բայց մեզանից է կախված։ Եթե մենք հիմա դեմը առնենք այն ռոպագանդիստական ֆալսիֆիկացիոն քաղաքականության, որը զուգահեռ կատարում է Ադրբեջանը խաղաղության նաև դեմ չի, պարզերևում է դա, բայց քանի որ այնտեղից շատ բան է շահելու։ Մինսկի խումբը փակվեց, շահեցին, չէ՞։ Բայց մյուս կողմից զուգահեռ իրանք աշխատանք տանում են մեր դեմ պատմական ոլորտում ֆալսիֆիկացիաներով, պատմության ֆալսիֆիկացիա անելով։ Եթե այնտեղ դու պատասխան չտաս, ինքը կուժեղացնի դա ու հակված չի լինի շարունակել խաղաղության process-ը։ Եթե ինքը տեսնում է, որ անցնում է, դու չես պատկերացնում ոնց են տրամադրությունները աշխարհում փոխվում։ Մարդիկ ծիծաղում են, երբ որ Ադրբեջանը խոսում էր ինչ որ Ադրբեջանի պատմությունից կամ որ եկեղեցիները Ղարաբաղի դա ադրբեջանցիներին են, ալբանցիների են, մարդիկ ծիծաղում էին։ Հիմա լրջագույն պատմաբաններ ելույթներ ունենում Եվրոպայում, նաև այդ եվրոպական պատմաբաններ, որ իրոք հայերը այն ժամանակ խլեցին ժառանգությունը, ամեն ինչ ադրբեջանցիներին է։ Հիմա կաշառում են, ինչ են անում, այդ ուրիշ խնդիր է։ Բայց դու դրա դեմը պետք է առնես, այդ էլ հաշվի առնելով, որ այդ պատմաբանները, այդ մեծ ուժեղ ազդեցիկ կենտրոնները պատմաբանների համապատասխան ինստիտուտները տարբեր երկրներում պատմությունը լավ գիտեն ու թույլ չեն տա աղավաղել պատմությունը։ Պարոն Գրիգորյան, բայց Նիկոլ Փաշինյանի արձագանքը պատասխան այնուհանդերձ թույլ չէր Ալիևին Սևանա լճի անվան հետ կապված։ Այս վերջի պատասխանը թույլ չէր։ Այ երբ որ ինքը պատասխանում էր Օրբելի ֆորումի ժամանակ, ես կասեի ճիշտ էր, բայց թույլ էր։ Քանի որ ինքը ասեց, արի չմտնենք պատմական բաների մեջ։ Պատմությունը բարդ բան է, ինքը ասում է, եթե նայենք ասենք 100 տարվա պատմությունը, 200 տարվա պատմությունը, հիշում ես այդ բառերը ինքը ասում էր, 500 տարվա պատմությունը, պատկերը տարբեր է։ Պատասխանը ճիշտ էր, բայց իրոք մեղ պատասխան էր։ Բայց այս վերջի այսօրվա երապատասխանը, որ քարտեզում ռուսական ցարական քարտեզներում ընդհանրապես Ադրբեջան չկա, այդ ուժեղ պատասխան է, ես ողջունում եմ։ Եվ վերջում մեկ այլ թեմայի անդրադառնանք, հայտնի է Նիկոլ Փաշինյան կաթողիկոս հակամարտությունը եւ այս ֆոնին Վլադիմիր Պուտինն է եզրած arczepiskopos Ներսիսյանին կաթողիկոսի եղբորը Մոսկվայի եւ Նոր Նախիջևանի թեմի հայոց թեմի առաջնորդին մեդալ տալիս, ինչպես եք մեկնաբանում այս կոնֆլիկտի ֆոնին դա։ Նու նայի ոնց պետք է մենք նայենք այդ process-ին։ Պարզ է, որ մեր վերնախավը հայ առաքելական եկեղեցու պրո-ռուսական է։ Պարզ է, այդ մեծ գաղտնիք չի, բոլորս գիտենք։ Ուրեմն մի հատ էլ կրկնում եմ, հայ առաքելական եկեղեցու սպասավորների գերակշռող մասը հայրենասեր են։ Գերակշռող մասը հայրենիք սիրող են ու շատ լուրջ իրենց աշխատանքը կատարում են հոգևոր աշխարհում։ Բայց վերնախավական հայտ է, որ պրո-ռուսական է, ինչի մասին է խոսքը, բոլորս գիտենք, ավելին ես համարում եմ շատ մեծ սխալ, որ հոգևորականները բարձր աստիճան մտան քաղաքականության մեջ, հիմա մի մասը բերթերում է, սխալ արեցին, որ մտան, իրավունք չունեին սահմանադրության համաձայն, քանի որ հոգևոր կյանքը մեր երկրում տարանջատված է, մենք աշխարհիկ երկիր ենք, տարանջատված է աշխարհիկ կյանքից, կառավարությունից։ Այդ երկու լուրջ թերություն ունի վերնախավը հայ առաքելական եկեղեցու, բայց Պուտինի տրված ամենաբարձր աստիճանի շքանշանը եզրած
եպիսկոպոսին, ապացուցում է, որ կոպիտ ասած Ռուսաստանը աջակցում է այդ վերնախավին, պրոռուսական են իրանք, քանի որ մի մոռացի այդ շքանշանը տրվեց նոյեմբերի 4-ին, դա ռուս ժողովրդի միասնության պաշտոնական օրն է, ու հենց տրվեց դրա համար, որ ինքը աջակցում է, որ միավորվի ռուս ժողովուրդը։ Նու ինչքան ես գիտեմ, Գարեգին երկրորդը իր եղբայրը, իրանք հայ են ազգությամբ, ինչ կապ ունեն իրանք ռուս ժողովրդի միասնությանը, ռուս ժողովուրդը իր ճանապարհով զարգացումով գնում է, ինչ կապ ունեն իրանք, ես չգիտեմ, ինչ կապ ունեն, որ Ալեքսանդր Նևսկու ամենաբարձր շքանշանը Ռուսաստանի պետական այդ համակարգում, որ տրվում է եզրասին տրվեց, չգիտեմ ինչ կապ ունի ռուս ժողովրդի միասնության հետ, բայց դա ցույց է տալիս, որ այո, վերնախավը կապված է ուժեղ Ռուսաստանի հետ ու կախվածություն ունի։ Դա է պատճառը, որ ես այսօր էլ ասում եմ ու կրկնում եմ, ասել եմ ու ասում եմ, Գարեգին երկրորդը պետք է հրաժարական տա ու պետք է սկսվեն բարեփոխումներ եկեղեցի ներսում։ Թողնենք այս վեճը Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի պահ մոռացեք դա։ Այս փաստը ցույց է տալիս։ Բացի դրանից հիշեցնեմ քեզ, Գարեգին երկրորդ կաթողիկոսին Պուտինը տվեց շքանշան, ուրիշ շքանշաններ չեմ հիշում, 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո։ Իրան ինչքան հիշում եմ եզրաս եպիսկոպոսին Պուտինը անձամբ Կրեմլում տվեց այդ շքանշանը, Գարեգին երկրորդին տվեցին շքանշանը ավելի ուշ Հայաստանում, եթե չեմ սխալվում Ռուսաստանի դեսպանը, բայց շքանշանները լուրջ բան է Ռուսաստանի կողմից տրված, էտել դրանից հետո երբ որ Ռուսաստանը բաց է ասում, ում է պատկանում Լեռնային Ղարաբաղը։ Ռուսաստանը ամեն ինչ արեց, աջակցեց Ադրբեջանին, Ռուսաստանի խաղաղապահները չպաշտպանեցին Լեռնային Ղարաբաղի հայերին։ Հասկանում ես, դրանից հետո վերցնել այդ մարդկանցից, Պուտինից շքանշանները, դա լուրջ քայլ է։ Ուրեմն Պուտինը մեսեջ է ուղարկում Նիկոլ Փաշինյանին, որ ինքը այս վեճում Գարեգին երկրորդի կողքն է։ Եթե մեզ մոտ դու գիտես ինչ որ բան պատահեց աղբորը Գարեգին երկրորդի հիմա չգիտեմ գործ հարուցվեց իր դեմ 2 ամսով կալանավորվեց իր մյուս աղբոր նկատմամբ Ռուսաստանում տալիս են շքանշաններ դա նշանակում է որ Պուտինը ասում է ես Գարեգին երկրորդի կողքն եմ կանգնած ինչը համոզված չեմ որ ամենալավ ձևն է պաշտպանելու այս վեճում Փաշինյան Գարեգին երկրորդին Բայց այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանի այս միջամտությունը, այս կոշտ բառապաշարով, այս գործելավոճը արդյոք ընկալելի է, արդյոք երկրի ղեկավարին հարիր է թե ոչ։ Գիտես, նայ, ես էլ համարում եմ, որ կարելի էր ավելի մեղմ քայլերով գնալ եւ այլ, բայց գիտես, երբ որ քաղաքական դաշտ եկեղեցականները մտնում են, դա իրոք շատ սխալ ճանապարհ է ու առանձին դեպքերում իշխանությունները այո իր մկանները պետք է ցույց տան ուրախ չեմ բաց քեզ ասեմ ես ուրախ չեմ որ հիմա ակնհայտ երևում է որ տրողում է մեր հայրաքելական եկեղեցին ուրախ չեմ ոչ բոլոր քայլերը իդեալական են կիսում եմ քո կարծիքը քո ակնարկը բայց այնուամենայնիվ գիտես մեր եկեղեցին չպետք է լինի կամ վերնախավը չպետք է ռուսական նարատիվները տարածեն Հայաստանի ներսում, հասկանում ես, ու քաղաքական դաշտ իրավունք չունեն մտնել, կամ պետք է դուրս գան այդ հոգևոր դաշտից, պետք է դուրս գան, իրանք շատերը քաղաքացի են Հայաստանի, մտնեն քաղաքական դաշտ, պայքարեն, իրավունք ունեն, նորմալ է դա, բայց երբ որ դու հոգևորական ես, էտել բարձր աստիճան, ինչ իրավունք ունես քաղաքական դաշտում գործել, չգիտեմ, դատապարտել, պահանջել հրաժարականներ։ Այդ խնդիրը, լուրջ խնդիր է ու պետք է լուծվի ինչքան կարելի է շուտ։ Դուք կարծում եք կաթողիկոսը կհեռանա թե ոչ։ Ну, չգիտեմ, այս վերջի քայլը Պուտինի վերջի քայլը եզրաս եպիսկոպոսին տալ այդքան բարձր աստիճան շքանշան կարող է իրան ոգևորի, ինքը համարի որ ունի աջակցություն լուրջ ու չդուրս գա։
իր դիրքից։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարցազրույցի համար։ Քեզ էլ շնորհակալություն Նարեկ։